Ուստի հետո նա գիտակցեց, եթե Աստված կարողացավ իջնել եւ արարել, եթե Աստված կարողացավ գալ եւ զանազանել ամեն երեկո, եթե Աստված կարողացավ այնպես անել, որ հաշմանդամի սայլակներով լցրին 7 բեռնատար մի աղոթքի ժամանակ նրանք վեր կացան հաշմանդամի սայլակներից եւ այդ մարդիկ միջ օրս չեն կարողանում դրան հավատալ, եթե Աստված կարողացավ հայտնվել ամպի մեջ, եթե Աստված կարողացավ գալ կրակեսյան մեջ, եթե Աստված կարողացավ գալ վերցնել Աստվածաշունչը եւ ցույց տալ նրանց, որ նա կատարում էր նույն բաները նախկին ժամանակներում, իսկ նրանք միևնույնն է չեն կարողանում դրան հավատալ։ Գիտեք թե նա ինչ ասաց մեզ, նա ասաց, աղոթեք հայտնության համար, դա ձեզ ավելի շատ է պետք քան ուտելիքը, չէ՞ որ եթե ողջ աշխարհը այս բոլոր մեծ աստվածաբանները, բոլոր նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը ծախսում են գրվածների ուսումնասիրության վրա, ովքեր գնում էին սինագոգ, կանգնած են այնտեղ այդ եկեղեցիներում, որտեղ 40,000, 50,000 մարդ կա եւ քարոզում են, նայեք T.D. Jakes-ին, նայեք Ջոել Օստինին, այս բոլոր մարդիկ եւ մյուսներին, նրանք քարոզում են հազարներին 45,000, իսկ իրենք կույր են խլուրդի պես։ Նայեք այդ հավաքույթներում նստած են ամեն տեսակ բանկերի կառավարիչներ, մեծ գլուխներ կառավարություններից, ամեն տեսակ մարդիկ կրթված, լավ հագնված եւ այլն, մարդիկ գրքեր են գրում, մարդիկ ինչ որ բանով զբաղվում են, ինչով ասես որ չեն զբաղվում եւ չեն տեսնում սա։ Դուք կարծում եք, որ միայն այս ժամանակաշրջանում է այդպես, ամեն ժամանակաշրջանում նույնն է եղել, ինչու նրանք չտեսան Նոյին այդ մեծ գիտական ժամանակաշրջանում, ինչու Պողոսն այն ամենը, ինչ գիտեր անվանեց ահ, եւ ինչու Աստված պետք է հաներ Մովսեսի միջից այն ամենը, ինչ Եգիպտոսը դրել էր նրա մեջ, թեև նա կարող էր սովորեցնել եգիպտացիներին։ Հայտնությունը ինքնիշխան գործողություն է Աստծո կողմից։ Հայտնությունը ձեր մարդկային ըմբռնումը չէ։ Հայտնությունը այն է, երբ գալիս է Աստծո միտքը, ահա թե ինչու հոգին, ով բերում է հայտնություն, բնակվում է եկեղեցու հետ։ Դա հենց այն հոգին է, ով առաջնորդում է ձեզ եւ ուսուցանում է ձեզ ողջ ճշմարտությունը, դա չի լինում մեկ օրում, դա տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում։ Երբ ներս է մտնում առաջնորդը, նա հիշեցնում է ձեզ, նա սովորեցնում է ձեզ եւ ցույց է տալիս։ Նա գնում է ձեզ հետ եւ սովորեցնում է ձեզ՝ մի արա սա այսպես, մի արա այնպես, սպասիր, մի շտապիր, դու առաջ կընկնես Աստծուց, սպասիր, մի եղիր անհամբեր, թող Աստված խոսի քեզ հետ, նա խոսել է քեզ հետ այն ժամանակ, նա նորից կխոսի քեզ հետ։ Եթե կարծում ես, որ Աստված